Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Ի՞նչն է սահմանափակում քեզ։ Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Տեր Աստծու հնարավորություններն անսահման ավելի մեծ են, քան քո հնարավորությունները։ Տեր Աստծու մտքերը նույնը չեն, ինչ քո մտքերը։ Տեր Աստված չունի այն վախերը, որոնք դու ունես։ Մարդկային տեսանկյունից հնարավոր է, որ լինեն անհանգստանալու կամ վախենալու պատճառներ, սակայն Աստծու տեսանկյունից դրանք անհիմն են։ Ինչու՞։ Դավիթ թագավորն իր սաղմոսներից մեկում ասում է. «Բայց մեր Աստվածը երկնքում է, ամենը, ինչ որ Նա կամենում է, անում է» (115-րդ Սաղմոս 3-րդ խոսք)։ Սիրելի՛ բարեկամ, միայն պատկերացրու։ Մի՞թե սա հրաշալի չէ։ Մենք գիտենք, որ մեր երկնային Հայրն Իր էությամբ բարի է, արդար ու սիրող, և Նրա կամքն է, որ մենք մտերմանանք Իր հետ՝ ամրանալով մեր հավատքի մեջ։ Նրա կամքով ամեն ինչ գործում է սահուն և փոխկապակցված՝ արդյունքում մեզ համար բարիք դառնալով։ Եվ Տեր Աստված անում է այն ամենը, ինչ կամենում է։ Մեր մտավորունակությունները, մեր հասկացողությունը, մեզ առնչվող ամեն ինչ սահմանափակ է։ Բայց Տեր Աստծու հետ չկան կարողությունների սահմաններ ու սահմանափակումներ։ Որքա՜ն զարմանալի է սա։ Խելացի մարդիկ գիտեն, թե որքան քիչ և սահմանափակ է իրենց գիտելիքը։ Իսկ Տեր Աստված ամենագետ է։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ուզում եմ քեզ քաջալերել հետևյալ աստվածաշնչյան խոսքով. Աստված կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում (Եփեսացիս 3:20 խոսք)։ Այո՛, Նա կարող է անել անսահմանորեն ավելին, քան մենք կարող ենք խնդրել կամ նույնիսկ պատկերացնել։ Այսուհետ, մի՛ անհանգստացիր որևէ սահմանափակման կամ քեզ անհնարին թվացող բաների համար։ Աստծու զորությունը գերազանց է և անսահման։ Նվիրվի՛ր Ամենակարող Աստծու համար ապրելուն և կտեսնես, թե ինչպես է Նա հոգ տանում քեզ համար։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։